Գերմանքերները երբ ուսումնասիրում էին այս դրույթը նույնիսկ չէին հավատում, որ մոտ 18 տարի մենք խոսել ենք այս մասին։ Լսածին, կարդացածին կասկածեցին, վիդեոն վերջապես համոզեց բիզնեսին շոկի աստիճան ոգևորել է կառավարության քայլը։ ՊԵԿ-ի ղեկավարն այս հինգշաբթի 7.5 րոպեում հարկատուի օդերը բացող միանգամից 3 որոշում հաստատեց։ Առաջարկվում է ավելացած արժեքի հարկ-վճարողների կողմից մեքենա սարքավորումների և հումքի ներմուծումը ազատել ավելացված արժեքի հարկից։ Տեխնիկան դեռ երկիր չմտցրած, դրանով ապրանք չարտադրած 1 միլիոնի հաշվով սահմանին 200,000 չվճարելը փողի մեծ խնայողություն է բանկին տոկոսի տնտեսում։ Որոշումից գոհ արդեն օգուտն են հաշվում Պրոֆալ ընկերությունում։ Թեպետ այս բիզնեսը ինչ-ինչ պատվերի պակաս չունի։ Այն բացառիկներից է, որ ճգնաժամից շահել գնորդի հետևից Սաուդյան Արաբիա է հասել ու հիմա նավթային այդ երկրում մուտքից տանիք բարձրակարգ հյուրանոցներ, բիզնես կենտրոն ու թանկարժեք վիլլաներ է կահավորում։ Մենք կարողանում ենք եւ որակ եւ գին մրցակցել տեղի նմանատիպ ընկերությունների հետ։ Եվ այս պահի դրությամբ բավականին լուրջ հաշվարկված պատվերներ ունենք։ Չկոտրվելու համար թրծվող շենքի նախագծից կախված կորացվող ապակի լինի թե դուր պատուհան մեծ քանակը ցածր գնով պարզվում է կարելի արտադրել միայն թանկ հաստոցի վրա։ Ահա թե ինչու է արտադրամասում $80,000 մկրատ դրված։ Ինքը բազմաֆունկցիոնալ երկու գլխի կանի հաստոց է, երկու գլխանի սղոց է, շուկոն է։ Այս մեքենայի մենակենդես վճարվել է $400,000-500,000։ Ամբողջ հաստոց կարող է։ Այսինքն մի ամբողջ գործարանի գին։ Սահմանին ավելացած արժեքի հարկ չվճարելը թույլ կտա արտադրությունը զինել նոր տեխնոլոգիաներով ու ավելի բարձրարժեք քանակով շատ ապրանք արտադրել։ Կառավարության որոշումը ողջունում է Ալբերտ Թարոյանը։ Նրա AMPG գրուպում է անձայն աշխատում գերթանկարժեք նանոտեխնոլոգիայով ալյումինը 1600 աստիճանի տակ գոլորշացնող վակուումային հաստոցը։ Երևանում չկա ասենց հաստոց, вообще Հայաստանում չկա։ Տպագրական այս ընկերությունն այնպիսի տեխնիկա ունի, ի վիճակի է սովորական մետալիզացված ու ասեպտիկ փաթեթավորում ապահովել ոչ միայն Հայաստանում վաճառվող ձավարից սուրճ ու ջրեղեն բոլոր ապրանքների ամբողջ ծավալի համար, այլև արտադրում Վրաստան են ուղարկում բալի լիմոնադից մինչև իրենց կոլայի, իտալացիների համար գինու, թուրքմենների համար մսի պահածոյի պիտակներ։ Հայաստանում միայն այստեղից են դուրս գալիս վիզայի փայլփլուն գերբերը, ակցիզները։ Ժամանակին նաև հարևան Իրանի հոլոգրաֆիկ ամբողջ պիտակներն են արտադրել։ Մենք կարող ենք այնքան հոլոգրամ արտադրել, որ ոչ միայն Հայաստանը, ամբողջ Եվրոպան փակել։ Մեկ այլ աչքալուսանքով ՊԵԿ-ն ավտոմատ է դարձնում արտահանողի մինչև 20 միլիոն դրամ ավելացած արժեքի հարկի վերադարձը։ Նախկին 90-օրյա քաշքշուկի փոխարեն փողը հիմա բիզնեսին կվերադարձվի ընդամենը 4 օրում առանց ստուգման։ Սա գումարով կապահովի երկրից դուրս պահածո, հյութ եւ այլ ապրանքներ վաճառքի ուղարկող փոքր ընկերություններին։ Հարկային գայթակղիչ նորույթ կա նաև խոշոր ներդրողի համար։ Կիրառում է մի դրույթ, որը եվրոպական երկրներում է ընդունված, հատկապես Գերմանիայի Դաշնությունում էլ սա է, մեկ տարվա ընթացքում ամորտիզացիան կարող է հաշվարկել։ Արսեն Ղազարյանն ասում է, մարտի 30-ը գործարարը կհիշի որպես Հայաստանի արդյունաբերական հեղափոխության մեկնարկի ամսաթիվ։ Նոր հզոր հոսքագծեր կբերեն ու սահմանին հարկից ազատվող էժան հումքով կարտադրեն, կարտահանեն։ Այնտեղ, ուր նորագույն սարքավորումների պակաս չկա, ԵԱՏՄ շուկա նվաճելն էլ վերին սահմանը չէ, մանրադիտակի տակ շանելի հոլոգրամ են մշակում։ Աշխարհը ծնկի բերած չինացի արտադրողների ձեռքից խլում RFID անտենաների Փարիզի պատվերը։ Սկսելու ենք մեծ քանակի արտադրություն Ֆրանսիայի պատվերով։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան, օրակարգ։